Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Ադրբեջանը կրկին գնդակոծում է Սյունիքը։ Փաշինյանն ասում է, որ պատերազմ չի լինի։ Ալիևը զավթողական ծրագրերից է խոսում եւ ձեռքի հետ ավելի քան 2 միլիարդ դոլարի զենք է գնում։ Ինչ է սա, խաղաղություն իրական, թե նոր պատերազմի ստվեր։ Հայաստանը նոր ագրեսիայի շեմին է, թե փրկության ելքեր դեռևս ունենք։ Զրուցակիցս քաղաքագետ Լիլի Դալաքյանն է, նա կարևոր ասելիքով է եկել եւ խոսք է տվել նոր բացահայտումներ անել։ Ալիևը փորձում է ցույց տալ, որ նա ականջալուր չի միջազգային հանրությանը եւ շարունակելու իր զավթողական քաղաքականությունը մեր երկրի հանդեպ։ Ալիևը Ադրբեջանը կրկին գնդակոծում է Սյունիքը։ Ինչ է ուզում։ Եվ եթե պատերազմը ավարտվի, նա իշխանությունից կզրկվի։ Այսինքն մենք խաղաղություն չենք ունենալու։ Քանի Ադրբեջանում այսպիսի ռեժիմ է, ոչ։ Եթե սա ամփոփենք, Ալիևը նոր ագրեսիայի է պատրաստվում։ Պուտինը Ալիևին չի վստահում, դրա համար օրինակ Արցախի հարցը մահակ են պահում հիմա էլ Ադրբեջանի վրա։ Թուրքիան քողարկված Հայաստանի դեմ սադրանքի է գնում։ Ինչքան էլ Էրդողանը ցանկանա, որ Հայաստանը զավթվի, այսպես ասենք, դրա վրա կան ճնշումներ։ Հայկական հողերը, տարածքները ինչպես է թիրախավորվելու։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի։ Բարև ձեզ, սիրելի Լիլիթ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալ եմ։ Միանգամից ուզում եմ հարցնել, Ալիևը Ադրբեջանը կրկին գնդակոծում է Սյունիքը։ Ինչ է ուզում։ Դե Ալիևը հասկացնում է, այսպես ասած, որ չի պատրաստվում գնալ խաղաղության, հատկապես Միացյալ Նահանգների պետքարտուղարի խոսքից հետո Ռուբիոյի, որը ասաց, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, սա կարևոր էր այդ հատվածը, չներխուժի, թարգմանած հարևան երկրի Հայաստանի տարածք։ Ալիևը փորձում է ցույց տալ, որ նա ականջալուր չի միջազգային հանրությանը եւ շարունակելու իր զավթողական քաղաքականությունը մեր երկրի հանդեպ։ Ինչպես է զարգացնելու իր զավթողական քաղաքականությունը, ինչի ականատես ենք լինելու եւ ինչի է պատրաստվում Ալիևը։ Դե զենքերի գնումը բոլորս տեսնում ենք, դուք արդեն նշեցիք, նոր կոալիցիաները ձևավորում, չնայած կասեի նոր չի, Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան առանցքն է, իդեպ այստեղ Չինաստանն էլ ունի իր կարևոր դերը, մենք տեսանք համաժողովը, Ռուսաստանն էլ ինչ որ առումով մենք գիտենք Զանգեզուրի հետ կապված համաձայն է Ալիևի հետ, դե Ալիևն է դա ասել, որ մենք նույն տեսակետն ունենք։ Մյուս կողմից նա սպասելու է միջազգային զարգացումներին, միջազգային իրավիճակին, եթե օրինակ Միացյալ Նահանգները ընկղվի ներքաղաքական խնդիրների մեջ եւ ուշադրություն շեղվի հարավային Կովկասից կամ եթե Ռուսաստանը կարողանա Ուկրաինայում հասնել իր նպատակներին եւ օգնության գալ հարավային Կովկաս, արդեն նա կգնա ակտիվ գործողությունների, քանի դեռ պարզ չեն այդ զարգացումները, Ալիևը կսպասի։ Հիմա ինչ է ուզում հասկացնի Ալիևը գնդակոծելով։ Որ խաղաղության օրակարգը իրական չի, որ նրա խոսքերը, որ այո մենք պատրաստ ենք, բայց մի քանի պայմաններ կա, դա մի քանի պայման չի, շատ են, մենք դες հետ խոսել ենք, որ զինանշանն են հետո պահանջելու փոխել, զենքերը հետ տալ, Արևմտյան Ադրբեջանի համայնքի դեպ նա խոսեց դրա մասին։ Հայոց բանակը կազմալուծել։ Այո, չափը բանակի որքան որ պետք է լինի, Հայաստանը օկուպանտ է, պիտի վճարի Արցախում օկուպացիայի։ Երևանը դարձնել Երևան։ Այո, նա շարունակում է, իդեպ ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են այդ քաղաքականությունը, որ պետք չի ուշադրություն դարձնել Ալիևը ինչ է ասում, դե բան է ասում է, բայց Արևմտյան Ադրբեջանի այսպես կոչված հետ կապված Ալիևը մի շատ կարևոր հայտարարություն է, նա ասաց, որ այդ հարցը բանակցությունների օրակարգում է, այսինքն դա ուղղակի մտածածին պահանջ չի, նրանք այդ պահանջը դրել են Հայաստանի իշխանությունների առաջ։ Եթե սա ամփոփենք, Ալիևը նոր ագրեսիայի է պատրաստվում։ Ալիևը ցանկանում է, կցանկանար, բայց կրկնվեմ, միջազգային իրավիճակին միշտ պետք է ականջալուներ։ 20 թվականը մի քանի աշխարհաքաղաքական կենտրոնների համաձայնությամբ է սկսվել։ Ադրբեջանը միայնակ փոքր երկիր է, որ հարձակում սկսի։ Հիմա կոնկրետ ով եւ ինչն է զսպում Ալիևին։ Դե Միացյալ Նահանգների պետքարտուղարն ասաց մենք ենք աշխատում այդ ուղղությամբ, ես նրա խոսքերն եմ ասում, եվրոպական համայնքը մշտապես դե կոչ է անում Ալիևին ստորագրել հրադադը, խաղաղության պայմանագիրը հիշում եք ողջունեցին, Հնդկաստանը, որը կարևոր դաշնակիցն է Հայաստանի, քանի որ Պակիստանն էլ Ադրբեջանի դաշնակիցն է, զսպող գործոնները շատ են։ Հաջորդը Ալիևի 3 հիմնական դաշնակիցները հիմա խնդիրներ ունեն, Իսրայելը տեսնում ենք խրվել է Համասի դեմ պատերազմում, իդեպ Իսրայել-Ամերիկա հարաբերություններն են
քննարվել, Ռուսաստանը ուկրաինական ռազմաճակատում, Թուրքիան այս երկուսի հետ ունի խնդիրներ, այնպես որ Ադրբեջանի 3 գլխավոր գործընկերները 20 թվականի հիմա չեն կարող իրեն օգտակարնել դրա համար, Ալիևը հռետորաբանական մակարդակով ագրեսիվ է, բայց դեռ չի շտապի գնալ գործողություններին։ Պակիստանի ղեկավարի հետ էլ լավ մերձեցման երեկոներ են կազմակերպում հայկական տարածքներում։ Օդանավակայան են բացում, իրար շնորհավորում են, նաև խոսում են թե 44-օրյա պատերազմին ինչ օգնություն են ցուցաբերել եւ կրկին պատրաստակամություն են հայտնում օգնել Ադրբեջանին ցանկացած դեպքում։ Եկեք խոսենք այդ Բերձորում բացված օդանավակայանի մասին։ Դա մեզ ինչ վնաս է տալու եւ մեր հայկական հողերը, տարածքները ինչպես է թիրախավորվելու եւ Ադրբեջանը ինչու միանգամից սկսեց գործարկել հայկական օդանավակայանը անունը փոխելով Էրդողանին հրավիրելով համբուրվելով։ Ալիևը ուղարկում է մեսիջ Հայաստանին, բոլորին, ովքեր նպատակ ունեն հետագայում բարձրացնել այդ տարածքների խնդիրը, որ վերջ ավարտված է հարցը, մենք արդեն այնտեղ օդանավակայան ենք բացել, շուտով կարող է բնակեցումներ լինեն այնտեղ, այսինքն Ալիևը միջազգային հասարակությանը, այսպես նաև հայ հասարակությանը մեսիջ է ուղարկում, որ այդ հարցերը փակ են, սրանք արդեն ադրբեջանական տարածք են եւ կան միջազգային տերությունների համաձայնությունը դրան կոնսենսուսը։ Ինչ վերաբերում Պակիստանի աջակցությանը, Պակիստանը աջակցել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, այստեղ Հնդկաստանի մասին էլի պետք է խոսենք։ Հիշում եք, Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով փորձել էր ինքեր զենքեր գնել Հնդկաստանից, Հնդկաստանը հրաժարվել էր։ Ինչու, որովհետև Քաշմիրի հարցում վերջերս տեսանք Պակիստանն ու Հնդկաստանը թշնամիներ են։ Թուրքիան, Ադրբեջանն էլ Պակիստանին էին զինում իդեպ Հնդկաստանի հետ հակամարտությունը։ Այսինքն մենք գլոբալ առումով պիտի նայենք, որ երկրներն են, որ դաշնակից են Հայաստանին, իրենց շահերից ելնելով, եւ որ երկրներն են, որոնք դաշնակից են Ադրբեջանին։ Այսօրվա դրությամբ մենք որևէ դաշնակից երկիր ունենք։ Շահերի տեսանկյունից եթե նայում ենք, որովհետև ես չեմ ընդունում, գիտեք, հայ ժողովրդի հանդեպ սեր, հարգանք, շահերն են միայն, շահերի տեսանկյունից ուրեմն արևելքում Հնդկաստանն է, որ համընկնում է, արաբական երկրներում Սաուդյան Արաբիան, ինչու, որովհետև Թուրքիային է փորձում հակակշռել, գիտենք Թուրքիա Սաուդյան Արաբիայի հարաբերությունները շատ լարված են, տնտեսական էմբարգո կար եւ Սաուդյան Արաբիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչումը եւ 23 թվականին այնտեղ հյուպատոսության բացումը ազդանշան էր Հայաստանին, գիտենք նաեւ որ տնտեսական ապրանքաշրջանառությունը ավելացել է գտնվում է առաջին հորիզոնականում։ Եվրոպական երկրներն են, ինչու, որովհետև նրանք ցանկանում են հակակշռել տարածաշրջանում Թուրքիային եւ Ռուսաստանին, եւ Միացյալ Նահանգներն են նաեւ մեր բնական դաշնակիցը, ինչու, ելի իրենց շահերից խոսենք եւ Թրամփն է դրա մասին խոսեց, որովհետև Հարավային Կովկասում միայն Հայաստանն է, որ Չինաստանի հետ չունի ստրատեգիական համագործակցության մասին պայմանագիր։ Վրաստանը եւ Ադրբեջանը Չինաստանի ամենամտերիմ գործընկերներն են տարածաշրջանում։ Եկեք խոսենք նաև Ֆրանսիա-Հայաստան եւ Ֆրանսիա-Ադրբեջան փոխհարաբերությունների մասին։ Գիտենք նաև, որ Մակրոնը պաշտպանում է Հայաստանին։ Մակրոնի խնդիրը չի, Ֆրանսիայից էլի եկեք խոսեն, անձերից վերանանք, ես չեմ կարծում, որ Մակրոնը փոխվի, այնտեղ կդառնան Ադրբեջանամետ, որովհետև տարածաշրջանում Ֆրանսիան ցանկանում է պատմականորեն Թուրքիային հակակշռել, նաև արաբական երկրներում, Աֆրիկայում, իսկ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, այս առումով պետք է նայենք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, գիտեք, շատ հաճախ ասում են Ամերիկան ինչու է Ադրբեջանի հետ շփվում, այսպես պարզ ենք մոտենում։ Եկեք հասկանանք, բոլորն էլ Ադրբեջանի հետ պետք է շփվեն, որովհետև իրենք ցանկանում են Ադրբեջանին դուրս հանել Ռուսաստանի ազդեցությունից եւ Թուրքիայի ազդեցությունից։ Հարավային Կովկասը արևմուտքի համար 3 երկրների տեսանկյունից է կարեւոր, որովհետեւ եթե մեկ երկիր գոնե մնա ռուսական օրբիտայում, Հարավային Կովկասում անդադ կլինեն կոնֆլիկտներ։ Դրա համար Ֆրանսիան միշտ մեսիջներ է ուղարկել, որ իրենք Հայաստանի դաշնակիցն է, զինել են Հայաստանին, իդեպ հիշում եք Կալեդոնիայում Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ էր գործում, բայց միևնույն ժամանակ Ֆրանսիան գերտերություն է, նա չի կարող ասել ես Ադրբեջանի հետ չեմ շփվում, բայց այն որ նրանք մեր դաշնակիցն են, մեզ են զենք վաճառում պաշտպանական ոչ թե Ադրբեջանին, դա փաստ է։ Սիրելի Դալաքյան, Ադրբեջանը իրականացնում է մեծամասշտաբ զորավարժություններ օկուպացված Արցախում։ Դրա վերլուծությունը ո՞րն է։ Ալիևը ձգտում է խաղաղության, թե նոր պլան ունի Թուրքիայի հետ, որովհետև նաև դրան մասնակցում են թուրքական հատուկ ջոկատայինները։ Դե մենք կարող ենք ասել, որ ադրբեջանական բանակ գոյություն չունի։
իդեպ մեր դեմ պատերազմում էլ Արցախի եւ Հայաստանի, դա թուրքական բանակներ, թուրքական օթուժներ ամբողջը իրականացնում։ ՆԱՏՕ-ական պատրաստվածությամբ։ ՆԱՏՕ-ական պատրաստվածությամբ եւ մենք ինչու ենք ասում, որ մենք էլ պիտի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանենք, որովհետեւ այսօր սովետական բանակը իրեն չի կարողանում արդարացնել։ Ուկրաինայում տեսնում ենք Ռուսաստանը նույնիսկ լինելով աշխարհի ամենամեծ երկիրը եւ երկրորդ բանակը աշխարհում չի կարողանում հակադրվել ՆԱՏՕ-ի ստանդարտների գնացող Ուկրաինային դեռ անդամ չի։ Այսինքն հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ցույց է տալիս, որ արևմտյան տեխնոլոգիաները եւ չափանիշները ավելի արդյունավետ են պատերազմներում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանը, ինչ է ուզում ցույց տալ, նորից եմ ցանկանում նշել, Ադրբեջանը չի պատրաստվում գնալ խաղաղության եւ այստեղ ադրբեջանական ռեժիմի խնդիրն է։ Ավտորիտար ռեժիմների համար պատերազմի սպառնալիքը կարևոր է գոյատևելու նպատակով։ Նույն Ադրբեջանի դաշնակից Իսրայելը չէ Նետանյահուն, նա ինչու է շարունակում պատերազմը, որը արդեն Իսրայելի շահերին հետ չի համընկնում շահերի հետ, որովհետև իր դեմ գործ կա Նետանյահուի եւ եթե պատերազմը ավարտվի, նա իշխանությունից կզրկվի։ Պատերազմ ունենալը, լարվածություն ունենալը կարևոր է ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների համար։ Ալիևը իր տնտեսական խնդիրները թողնում է մի կողմ, անդադ խոսում է զավթողական, հաղթողական դիրքերից, որը որոշ շրջանակներ ադրբեջանական մեծ շրջանակներ ժողովրդի շրջանում ասում են լավ է, վատ ապրենք, բայց լինենք հաղթող։ Ալիևը աշխատում է նրանց ուղղությամբ։ Ալիևը խոսում է զավթողական դիրքերից, դրան գումարած Թուրքիան ուզում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել եւ բացել սահմանը, միևնույն ժամանակ Թուրքիան մասնակցում է եւ ինչու՞ չէ նաեւ կազմակերպում է այդ զորավարժությունները եւ քողարկված սատարում է Ադրբեջանին։ Սրա տակ ինչ է թաքնված եւ որն է ձեր վերլուծությունը։ Դե Ռուսաստանն էլ Կասպիցովում Ադրբեջանի զորավարժություններ արեց, Իրանն էլ արեց զորավարժություններ, չէ՞։ Իդեպ Արցախում այսպես կոչված։ Այսինքն զորավարժություններին ես շատ նեղություն այդքան չեմ նայում, բայց մի բան ակնհայտ է, Թուրքիան չի ուզում գնալ խաղաղության եւ սահմանի բացման։ Թուրքիան Էրդողանի Թուրքիան։ Մենք պետք է տարբերենք, որովհետեւ Էրդողան ինքն էլ ավտորիտար լիդեր է, Էրդողանը ինքն էլ ծայրահեղական ազգայնական դիրքերից է խոսում եւ այդ մասան, որը ծայրահեղական դիրքերը ավելի է գնահատում, գնում է քվեարկում են իր օգտին։ Այլ հարց է, որ Թուրքիայում հիմա լուրջ խնդիրներ կան եւ ընդդիմությունը շարունակում է պայքարը եւ որքան մոտենան նախագահական ընտրությունները Էրդողանը ավելի սկսելու ազգայնական դիրքերից խոսել, որպեսզի ձայն հավաքի, վստահ եմ նա 7 ժամկետին էլ է գնալու։ Ուղղակի քանի որ արևմուտքից ճնշումներ կան Թուրքիայի վրա եւ Թուրքիան դա չի հերքում, որ Հայաստանի հետ սահմանը բացեք, որպեսզի Հայաստանը դեպի Եվրոպա օրինակ մուտք ունենա, Էրդողանը հռետորական մակարդակով կոնստրուկտիվ է ցանկանում Երևան, սակայն ակնհայտ է, որ Էրդողանի Թուրքիան, կրկնեմ, դա նույն Ալիևի Ադրբեջանն է, որը Հայաստանի հանդեպ իհարկե բարեկամ չի, մեղմ ասած։ Այսինքն ինչ է նշանակում Թուրքիան քողարկված Հայաստանի դեմ սադրանքի է գնում։ Թուրքիան ռազմական առումով զսպում է այս պայմանից թվում է Ադրբեջանին, ինչու է արևմտյան ճնշումներից, որովհետև արևմուտքը Ադրբեջանի հետ խոսում է Թուրքիայի միջոցով։ Կա երկու երկիր, որ Ադրբեջանին կարող է սադրել, մեկը Ռուսաստանն է, մեկը Թուրքիան։ Քանի որ արևմուտքը Ռուսաստանի վրա զսպող մեխանիզմներ չունի, իրենք աշխատում են Թուրքիայի ուղղությամբ։ Եվ ինչքան էլ Էրդողանը ցանկանա, որ Հայաստանը զավթվի, այսպես ասենք, դրա վրա կան ճնշումներ, ինքն էլ որպեսզի կոնստրուկտիվ դարձնի Ալիևին, բայց պարզ է, որ Էրդողանն էլ Ալիևն էլ հարմար միջազգային իրավիճակի դեպքում, ինչպես դա եղավ 20 թվականին, կգնան գործողությունների։ Սկզբում ես ձեզ հարցրեցի Հայաստանը ունի իրական դաշնակիցներ, դուք մատնանշեցիք շահերի հարցն է։ Ուզում եմ հասկանալ եւ այլ ավելի կոնկրետ ձևակերպում տալ։ Թրամփը կոնկրետ ինչ շահ ունի Ալիևից եւ ինչ շահ ունի Փաշինյանից։ Ես վերլուծել եմ եւ վերլուծում եմ ոչ թե Տրամփի խոսքերը, իդեպ իմ Facebook-յան էջում էլ գրել էի, որ պետք չէ անընդհատ լսել Տրամփը ինչ է ասում։ Մի օր մի բան է ասում, հաջորդ օրը այլ եւ մենք չենք կարողանում վերլուծություն անել։ Անկանխատեսելի։ Անկանխատեսելի։ Այո, բայց եթե ուշադիր եք, Ամերիկայի քաղաքականությունը չի փոխվում, որովհետեւ այնտեղ կան ինստիտուտներ, կան կոնգրես, որը ավելի երկարաժամկետ ռազմավարություն է մշակում եւ մենք հիմա տեսնում ենք, որ Տրամփի ջերմ հարաբերությունները Պուտինի հետ որևէ արդյունք չեն տալիս եւ միևնույն ժամանակ Տրամփը հիմա Ռուսաստանին է քննադատում։ Այսինքն Տրամփից վերանանք, որն է Ամերիկայի շահը հարավային Կովկասում։ Իդեպ Տրամփը իր խոսքում Ադրբեջանը երբ շնորհավորեց անկախության առիթով դա նշել էր ունենալ կայուն խաղաղ հարավային Կովկաս։ Ինչու՞։ Առաջինը լոգիստիկ ճանապարհների առումով, որովհետեւ դրանք լինեն խաղաղ Հնդկաստանից եւ Չինաստանից դեպի Եվրոպա եկող եւ դուրս լինեն Ռուսաստանի վերահսկողությունից։ Երկրորդը, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը այստեղ թուլանա եւ նրանց բազան օրինակ այստեղից հեռացվի։
բացվի 100 ռազմաբազան, կամ Ռուսաստանը հյուպատոսություն է, չէ՞ ուզում հիմա Սյունիքում բացել, Հայաստանը երկարաձգում է, ասում է այսօր վաղը։ Դա ձեռնտու չի Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային, որովհետեւ իրենք ցանկանում են Ռուսաստանին դարձնել ռեգիոնալ տերություն եւ որքան հնարավոր է ազդեցության գոտիները չեզոքացնել։ Այդ առումով մեծ ձեռնտու է, այո, ինչպես նաեւ Ամերիկային ունենալ կայուն հարավային Կովկաս, ոչ Ադրբեջանին։ Դրա համար մեսիջը Տրամպի Ալիևին էր ուղղված։ Իսկ Պուտինի Սյունիքում հյուպատոսություն բացելու այդ մտադրության հետևում ինչ է թաքնված։ Սյունիքը շատ կարևոր է, ճանապարհների տեսանկյունից պատմականորեն Գարեգին Նժդեհն էլ միշտ կարևորություն է տվել Լեռնահայաստանին, դեռ այդ ժամանակ չկար Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհ նախագիծը, բայց Սյունիքը մեր հարավային դարպասն է, Վազգեն Սարգսյանն էլ է դրա մասին խոսել, այսինքն դիրքը շատ կարևոր է նախ Իրանի հետ սահմանի առումով, որովհետեւ մենք չկորցնենք այդ կապը, երկրորդը հիմա էլ արդեն այդ կարևոր լոգիստիկ ճանապարհների առումով է Սյունիքը կարևոր եւ Ռուսաստանը չցանկանալով դուրս մնալ այդ ճանապարհներից ցանկանում է վերահսկողությունը գոնե պահպանել այսպես կոչված բանալին FSB-ի միջոցով իր ձեռքում։ Դրա համար Ռուսաստանը ինչքան էլ էստեղ ասում են Հայաստանը կարևոր չէ Ռուսաստանի համար, Ռուսաստանի քայլերը հակառակն են ցույց տալիս։ Ապա նաև ասվում է, որ Ռուսաստանն է հովանավորում Ալիևին, ապա հյուպատոսություն բացել է Սյունիքում հակասական չէ։ Դե դրա համար Հայաստանի իշխանությունները չեն շտապում բացել այդ հյուպատոսությունը, տարի ու կեսը արդեն խոսվում է դրա։ Մտադրությունը ի՞նչն է։ Ալիևի հետ լավ հարաբերությունների մեջ է Պուտինը, ցանկացած հարցում կարող է ստոպ տալ, ցանկացած հարցում կարող է, այսպես ասած, նախաձեռնել պատերազմ Հայաստանի դեմ։ Հյուպատոսություն բացելով ինչի է հասնելու։ Չէ, Պուտինը Ալիևին չի վստահում, դրա համար օրինակ Արցախի հարցը մահակ են պահում հիմա էլ Ադրբեջանի վրա, որովհետև Պուտինը գիտի, որ Ալիևը գնալու տեղ ունի հանձինս Էրդողանի։ Դրա համար Պուտինը ցանկանում է եւ Հայաստանի վրա ունենալ ազդեցություն եւ Ադրբեջանի։ Իսկ հյուպատոսության բացումը Հայաստանի ավելի շատ վրա ազդեցության խորացման նպատակ ունի, որպեսզի որքան հնարավոր է ոչ թե իրենք այստեղից հեռանան, այլ ավելի ամրապնդել։ Այսինքն կարելի է ասել, որ ներքին վախեր ունի Ալիևը Պուտինից։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը էթնիկ կոնֆլիկտները օգտագործում է, դա միայն Կովկասում չի, Մոլդովա, Ուկրաինա, տեսնում եք Ղազախստան, Ղրղստան, իր շահերը առաջնալու նպատակով։ Որքանով է հնարավոր, որ խաղաքարտերը փոխվեն եւ Ալիևը հայտնվի ել ավելի վատ վիճակում Պուտինի դիրքերից։ Եթե Ալիևը լիովին մերձենա Թուրքիայի հետ եւ ցանկանա Ամերիկայի հետ իր հարաբերությունները խորացնել, մենք արդեն լսում ենք ձայներ, որ Պուտինի այսպես լիակատար աջակցությունը Ալիևը չունի։ Հիշում եք վերջերս Սպուտնիկի հետ կապված ուրեմն փակվեցին ռուսական մեդիա ալիքները Ադրբեջանում, իրենց պատգամավորին ձերբակալեցին։ Այստեղ այն շրջանակները, որոնք Արցախի հարցից են խոսում, օրինակ Վիտալի Բալասանյանը սկսեց նամակներ գրել Վլադիմիր Պուտինին, այսինքն Ռուսաստանը հասկացնում է Ադրբեջանին, որ Արցախում հաղթանակը քոնը չի։ Դուգինն դրա մասին գրել էր, եւ եթե դու շեղվես մեր օրակարգից, մենք էլի կխաղարկենք այդ քարտը։ Ինչ է անելու Պուտինը Ալիևին։ Պուտինը իր ձեռքով չի անի, Պուտինին կգրեն նամակներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ, իդեպ եւ Ռուսաստանը դուրս էր գալիս Արցախից, ես նշել էի, որ նրանք կարճաժամկետ կտրվածքով են դուրս գալիս, որովհետեւ Ուկրաինայում ունեն խնդիրներ։ Այն պահին, երբ Ռուսաստանը կարողանա թեքվել հարավային Կովկաս, նա Ադրբեջանի վրա կխաղարկի այդ մահակը, քանի որ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս եւ Հայաստանի ձեռքով չեն կարողանում դա խաղարկել, այստեղ արցախցիների այսպես կոչված ղեկավարների միջոցով կդիմեն Պուտինին, Պուտինն էլ պարզ եմ ասում, Ալիևին կասի, ինձ կանչում են, որ ես իրենց պաշտպանեմ, ես էլ պիտի գամ, այսինքն նա ինքը ակնհայտ չի գնա հակառակության հետ մեջ Ալիևի հետ, բայց այստեղ արցախցիների ձեռքով որոշ արցախցիների Ալիևին կստիպի նորից հետ գալ իր օրբիտա։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հաստատվել է եւ ասացին, որ ել որևէ խնդիր չկա փաստորեն, քանի ամիս առաջ։ Բայց փաստորեն հակառակ իրավիճակի ականատեսն ենք լինում։ Փաշինյանն ասում է, որ պատերազմ չի լինելու, միևնույն ժամանակ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում։ Եվ քանի ամիս է արգելված է ադրբեջանական ԶԼՄ-ներում խաղաղություն բառը արտաբերելը։ Սա ինչ ագրեսիայի նոր թիրախ է։ Փաշինյանը կարծում եմ այդ մեսեջը ուղարկում է հանրության ընտրություններից առաջ, որ ես բերել եմ խաղաղություն, հասկանալով, որ Դա այդպես է։
Ես այդպես չեմ կարծում, ինչու։ Մշտապես ներողություն կրկնվելու համար ես միջազգային իրավիճակով եմ վերլուծում։ Այս պահին երևի ամերիկյան կողմը վստահեցրել է հայկական կողմին, որ թույլ չեն տա Ադրբեջանի հարձակում, բայց ես ելնելով 20 թվականի իրադարձություններից, երբ Տրամպն նույնպիսի հայտարարություններ էր անում, սակայն հետագայում շեղվեց ներքաղաքական օրակարգով եւ կովիդով եւ Ադրբեջանը օգտվելով դրանից հարձակվեց, ես երբեք 100%-ով չեմ ասում, որ Ադրբեջանը չի հարձակվի։ Այլ հարցը, որ միջազգային կոնֆիգուրացիան հիմա հօգուտ Ադրբեջանի չի, բայց այն, որ դուք նշեցիք, Ալիևը ինքը շարունակելու է տաքացնել այդ ռևանշիստական նկրտումները Ադրբեջանի, Հայաստանի հանդեպ, արդեն բուն հայկական տարածքի Արցախի մասին չենք խոսում։ Դա արդեն ակնհայտ երևում է, եւ որքան էլ Հայաստանի ղեկավարությունն ասում է մենք մոտ ենք խաղաղությանը, ես ձեզ այդ գրեթե բոլոր հարցազրույցների ընթացքում նշել եմ, որ Ալիևը չի գնալու խաղաղության։ Այսինքն մենք խաղաղություն չենք ունենալու։ Քանի ես վստահ եմ, քանի Ադրբեջանում այսպիսի ռեժիմ է, ոչ։ Իսկ Ադրբեջանում այսպիսի ռեժիմը երկար է տևելու իմ կարծիքով, որովհետև դեռ այլ ընտրանք չկա եւ դժվար է լինի։ Այսինքն մոտակա ամիսներին, մոտակա տարիներին անհնարին է խաղաղության պայմանագիրը։ Իմ կարծիքով այո, խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, բայց թղթերին մենք չենք հավատում, չէ՞, շատ պայմանագրեր է Ադրբեջանը խախտել։ Երբ խոսում ենք խաղաղության պայմանագրից, գալիս է մի այլ թեզ։ Հիմա կարծես թե պայմանագիր բառը դուրս է եկել։ Ինչպես ստացվեց, որ խաղաղության պայմանագիրը վերածվեց համաձայնագրի։ Այսպես ասած, նշաձող իջեցվեց։ Դե եթե մենք միջազգային յոնքի տեսանկյունից ենք նայում, ես չգիտեմ ով է ասել պայմանագրի հիմա էլ համաձայնագիր, եթե խոսել են միջազգային յոնքի տեսանկյունից, դա այլ է, եթե իրենք նույն բանը նկատի ունեն, այլ է։ Եկեք հասկանանք մի բան, կան միջանկյալ համաձայնագրեր, այսինքն որ դեռ խաղաղության պայմանագիր չի, օրինակ Ռուսաստանի, Ճապոնիայի միջև չկա մինչև այսօր խաղաղության պայմանագիր, բայց հրադադարի մասին համաձայնագիր է։ Կա միջանկյալ պայմանագիր է այն պայմանների մասին, թե որոնք են լինելու վերջնական համաձայնագրում։ Ես այստեղ սպեկուլյացիաների մեջ չեմ մտնի, քանի որ իմ կարծիքով դա նույնն է, Ադրբեջանը չի պատրաստվում դա ստորագրել։ Մենք պետք է գիտակցենք մի բան, Ադրբեջանը չի պատրաստվում գնալ խաղաղության։ Նույնիսկ եթե լուրջ ճնշումներ լինեն, օրինակ Տրամպին պետք լինի խաղաղության պայմանագիր գոնե Հարավային Կովկասում, եւ նա դա կարող է անել։ Ադրբեջանը գուցե ստորագրի, բայց որևէ բան, որ ստորագրում է Ադրբեջանը, դա չի կատարում։ Հաջորդը խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո պիտի լինեն հրադադարի պահպանման մեխանիզմներ։ Ադրբեջանը կհամաձայնի մոնիտորինգի, չեմ կարծում նա ինչու է Եվրոդիտորդներին ուզում հեռացնել, որպեսզի շարունակի կրակել Հայաստանի տարածքի ուղղությամբ եւ մեզ պահել վախի մեջ։ Բայց գիտեք, մենք պիտի հասկանանք, որ խաղաղություն, որ ասում ենք չի լինի, դա չէ որ կլինի պատերազմ։ Ունենալ հարևաններ, օրինակ Իսրայելը, քանի տասնամյակ է, ունի հարևաններ, որոնք ամենօրյա սպառնում են, բայց քանի որ Իսրայելը ինքնաբավ է, ունի տնտեսություն եւ զենքեր, նա կարողանում է խաղաղություն ապահովել։ Այլ հարց է, որ հիմա կարծում եմ իրենց քաղաքականությունը հենց ուղղվում է իրենց պետության դեմ։ Այսինքն Հայաստանը չպիտի վախենա այն փաստից, որ Ալիևը չի ուզում գնալ խաղաղության։ Ուղղակի Հայաստանը պիտի լինի ինքնաբավ, զենքերի առումով ունենա զենքի արտադրություն, ինչպես Ադրբեջանը ունենա, ու հզոր տնտեսություն եւ լավ դաշնակիցներ, եւ դա կզսպի Ադրբեջանին։ Պետք չի ուղղակի շատ ներողություն մի թղթի հետևից վազել, մտածելով, որ դա կբերի խաղաղություն։ Տեսեք, խաղաղության պայմանագիր լինի, խաղաղության համաձայնագիր լինի, ադրբեջանական իշխանությունները մի քանի անգամ ասացին, որ եթե իրենք ուզենան պատերազմ, խաղաղության պայմանագիրը որևէ արգելք չի լինելու։ Հիմա մենք ընկած ենք մի հատ բանի հետևից, որը այսպես թե այնպես խաղաղության պայմանագիրը մեծ եւ վիթխարի եւ լայնածավալ պատերազմներից չի ազատելու, այդպես է։ Դու տեսեք, ես դա չի լսել։ Փաստորեն, այո, իրենք էլ ասում են, որ խաղաղության պայմանագիրը, ինչպես Մինսկի խմբի բոլոր համաձայնագրերը կարող է խախտվել։ Մենք գնալու ենք դրան եւ Մինսկի խումբը փորձելու ենք ցրել։ Դա կարծում եմ կախված է մեր միջազգային գործընկերներից։ Մենք կարող ենք ինքնուրույն դա անել։ Ինքնուրույն ոչ, մենք կարող ենք դիմել Ադրբեջանի հետ, նախարարների խորհուրդ պիտի հավաքվի, տարվա վերջում է կարծեմ, եւ պիտի լինի քվեարկություն կոնսենսուսով։ Անհրաժեշտություն կա այսօր Հայաստանի Հանրապետությունում մայր օրենքը սահմանադրությունը փոխելու, որպեսզի համապատասխանի պայմանագրին, որպեսզի համապատասխանի Ալիևի նկրտումներին եւ երազանքներին։ Ոչ, Ալիևի պահանջով չպիտի փոխվի սահմանադրությունը միանշանակ։ Սահմանադրությունը պիտի փոխվի, որտեղ այս սահմանադրությունը, ինչպես ասում են, կարված է Սերժ Սարգսյանի հակով։ Անկախության հռչակագիրը պետք է հանվի սահմանադրությունից։ Եթե Ադրբեջանը հանի իր անկախության հռչակագրի հղումը, այո, որը տարածքային բանջարներ ունի Հայաստանի հանդեպ Փաշինյանը ասել է, եթե ոչ, ուրեմն Ադրբեջանը չի հանելու։ Մենք էլ չպիտի հանենք։ Իսկ կարող է գնանք դրան եւ հանենք։
ձեռքի հետ։ Տեսեք, եթե արևմուտքի մեր գործընկերները մեզ վստահեցնեն, որ դա միակ արգելքն է եւ դրանից հետո իրենք պատրաստ են Ադրբեջանին ճնշել եւ կլինի խաղաղություն, ապա արժե որ մեր ժողովուրդը կասի այո, բայց ես չեմ կարծում, որ դրանից հետո խաղաղություն կլինի։ Իսկ արևմուտքի որ երկիրը պետք է համոզված լինի Ադրբեջանի մասով։ Դուք տեսնում եք նման բան։ Համոզված որևէ մեկը չի կարող լինել այսօր ոչ մի բանի մասով, բայց այն որ արևմուտքը կարող է եւ մինչեւ այսօր զսպել է Ադրբեջանը փոքր երկիր է, դա Ռուսաստանը չի միջուկային գերտերություն։ Եթե Թրամփը պահանջի, Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ։ Միանշանակ, որովհետև Բաքուն չունի այլ ընտրանք, կրկնում եմ, Բաքվի ամբողջ օֆշորները Ալիևի գտնում են արևմուտքում, նավթադոլարները ստանում է արևմուտքից եւ իրական ճնշումները Ադրբեջանի ընդհանուր տնտեսության վրա կարող են լուրջ աղետալի հետևանքներ ունենալ։ Ապա հիմա խնդիրը որն է, ինչու Թրամփը չի պարտադրում Ալիևին ստորագրի պայմանագիրը։ Նախ որովհետև Տրամպը շատ տեղերում ունի խնդիր, կոնֆլիկտային եւ որևէ տեղ չի կարողանում հասնել հաջողության։ Երկրորդը, իրենք երևի կարծում են, այն որ Ադոևը չի հարձակվում, արդեն լուրջ ձեռքբերում է, այդպես էլ կա, գիտեք, ուղղակի աշխարհը այնքան հիմա շատ նեություն խառն է կոնֆլիկտներով եւ Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա չեն կարող իրենք չեսուքացնել։ Այն որ Ռուսաստանի վրա հենվում է Ադրբեջանը եւ չի ստորագրում պայմանագիրը, դա ավելի լուրջ աշխատանքի կարիք ունի։ Իմ կարծիքով հիմա Միացյալ Նահանգները պատրաստ չէ Ադրբեջանի վրա լուրջ ճնշումներ կիրառել հանձինս սանկցիաների, բայց գոնե որ զսպում են, դա արդեն Ռուբիոյի խոսքերն են։ Կա տեսակետ, որ Ամերիկան եւ Արևմուտքը չեն կարող զսպել Ադրբեջանին պատերազմ սանձահարելու համար եւ Հայաստանի որոշ փորձագետներ կարծում են, որ Բաքուն սպասում է հարմար պահի նոր էսկալացիայի համար։ Երկրորդ մասով համաձայնում, բայց ինչպես չեն կարող զսպել, այսինքն Ադրբեջանը ինչ պիտի անի Ամերիկային պատերազմ հայտարարել։ Լավ, հարմար պահի սպասել Ադրբեջանի կողմից ինչն է, ով պետք է կանաչ լույս ցույց տա Ալիևին, որ հարձակվի։ Այն երկրները, որոնք ուզում են Զանգեզուրի միջանցքը։ Որ երկրներն են ուզում Զանգեզուրի միջանցքը։ 9-րդ կետի երաշխավորը Ռուսաստանը, որը համաձայն է, Ալիևը ասաց, ես եւ Պուտինը համաձայն ենք Զանգեզուրի միջանցքի հետ կապված։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանին ինչ է տալու։ Վերահսկողություն տարածաշրջանային կոմունիկացիաների հանդեպ եւ ցամաքային կապ ներողություն Թուրքիայի հետ։ Զանգեզուրի միջանցքը վերցնելով Ռուսաստանը միթե չի սրի հարաբերությունները Իրանի հետ, քանի որ Իրանի հետ շատ լավ բարիդրացիական հարաբերությունների մեջ է Ռուսաստանը ու շատ լավ գիտակցում է նաև Ռուսաստանը, որ այդ տարածքը ինչքան կարևոր է Իրանի համար, թե Իրանը բազմիցս ասել է, որ դա կարմիր գիծ է։ Դե բազմիցս ասել է Ռուսաստանն էլ ասում է մեզ համար էլ կարմիր գիծ չի։ Ռուսաստանը կարծում է Իրանը թույլ է եւ իրոք այդպես է, թե Իրանը չգնա Ամերիկայի հետ համաձայնագրի եւ չկարգավորի հարաբերությունները արևմուտքի հետ, նա գտնվելու է ռուսական օրբիտայի մեջ։ Ինչ է ստացվում։ Ռուսաստանի համար ավելի կարևոր է հարաբերությունները պահպանել Ադրբեջանի, քան Իրանի հետ։ Այստեղ Թուրքիան էլ է կարևոր, մենք չպիտի տարանջատենք եւ երկրորդը Ռուսաստանի համար կարևոր է ունենալ վերահսկողություն ճանապարհների վրա, որը կարող է ունենալ Ադրբեջանի հետ միասին արդեն։ Բա ինչն է հիմա Ռուսաստանին հետ պահում, թող իրականացնեն։ Էլի Ամերիկանը հետ պահում, թե Մակրոնը։ Չէ, տեսեք, ինչն է հետ պահում, նախ Ռուսաստանը ինքը լուրջ խնդիրներ ունի ուկրաինական ռազմաճակատում, Տրամպն էլ փոխում է կարծես իր քաղաքականությունը, տեսնենք, եւ սպառնում է։ Երկրորդը Ռուսաստանը պատրաստվում է ամառային հակահարձակման, իրենք զինվորների լուրջ պակաս ունեն, որպեսզի մի հատ էլ այստեղ ինչ որ գնան գործողությունների։ Հաջորդը Ռուսաստանը կցանկանար Ադրբեջանի ձեռքով սկսել այդ գործողությունները։ Ռուսաստանը Հայաստանի վրա չի հարձակվելու, նա մեր դաշնակիցն է գոնե թղթով։ Հա իր բազայի դեմ չի կռվելու, բայց Ալիևն էլ չի գնում, որովհետեւ վախենում է արևմուտքի արձագանքից։ Այսինքն այն, որ Ալիևը չի գնում հարձակման, դա նյարդայնացնում է Ռուսաստանը։ Փաստորեն ինչ է ստացվում, Ալիևին վախացրել են։ Արևմուտքը։ Այո։ Դե ես ԱՄՆ պետքարտուղարի խոսքերին լուրջ եմ վերաբերում, գիտեք, վախեցնելը ո՞րն է։ Իհարկե, այսինքն եկեք հասկանանք, կրկնեմ, Ամերիկայի շահի տեսանկյունից Հայաստանը կարող Դրա համար սարսափած է Ալիևը։ Դե սարսափած զորավարժություններ է անում։ Սարսափած զորավարություն նա նորից եմ կրկնում Իրանի հետ էլ է անում, բայց Իրանի դեմ է Զանգեզուրի միջանցքը։ Դուք զորավարություններին պետք չի նայել։ Հայաստանն էլ Ամերիկայի հետ է զորավարություն անելու, չէ՞։ Մենք պիտի հասկանանք Հայաստանը Իրանի հետ զորավարժություն արեց, բայց յուրաքանչյուր իր տարածքում փաստորեն։ Բա պատկերացնում եք Իրանը, որը Ադրբեջանին ասում է կարմիր գիծը, գնաց Արցախում իրանց հետ զորավարություններ։ Համատեղ է։ Այո։ Իրան-Ադրբեջանը համատեղ է, իսկ Իրան-Հայաստանը այդքան էլ համատեղ չէր փաստորեն։
Տեսեք, ես նույնից եմ կրկնում զորավարժություններին հապկում էինք մենք զորավարժություն անում։ Կներեք իհարկե, այդքան տեղ չեմ տալիս։ Հիմա Ամերիկայի հետ էլ մենք ունենք զորավարժություն։ Ինչու է հիմա հենց Արցախում Ալիևը անում զորավարժություն։ Դա մեսիջ է, որ Արցախի հարցը փակ է։ Ահաբեկի ժողովրդին հայոց։ Հայ ժողովուրդը Արցախի հարցով հիմա չի զբաղվում։ Հայ ժողովուրդը ինչով պետք է զբաղվի այսօր։ Հայ ժողովուրդը պիտի զբաղվի, ես չեմ ասում լավ է որ չի հետաքրքրում, ես ասում եմ Հայաստանի բնակության մեծամասնությունը հիմա Հայաստանի անվտանգությունից է խոսում։ Հայ ժողովուրդը։ Այո։ Դե եթե համաձայն չի ինչ որ քաղաքականության հետ 1 տարուց թող իր դիրքորոշումը արտահայտի։ Ինչպես փոխեն։ Շատ արցախահայեր ոչ մի ձևով չեն համակերպվում, բայց ինչ քայլերի գնալ։ Մի կարևոր բան ասեմ, ես այդպեսի բառեր չեմ օգտագործում, սարսափում է թե ինչ, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը շատ թույլ է, որպեսզի կարողանա դիմագրավել արևմուտքի ընդհանրապես տնտեսական սանկցիաներին, Ալիևը այդքանը հասկանում է։ Իսկ ինչ որ տնտեսությունը եթե վատանա, սոցիալական վիճակը վատանա, բայ ռեժիմին վտանգ է սպառնում։ Այսօր նույնիսկ Պուտինն է ուզում սանկցիաները հանի, Ալիևը ոնց է պայքարելու սանկցիաների դեմ։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի ժողովրդին, Արցախի ժողովուրդը իմ կարծիքով պիտի իրականացնի իր ղեկավարների փոփոխություն, եթե ցանկանում է այդ հարցը պահել, որովհետև նախկին ղեկավարները եւ այսօր այստեղ Արցախի հարցը առաջ տանողները գործում են ռուսական օրբիտայում, որը ձեռնտու չէ արցախցիներին։ Շատ մի տեսակ կարծիք է ձևավորվել, որ ինչ որ ձևով բաժանվում է Արցախահայությունը Հայաստանի բնակվող հայերի նկատմամբ։ Նման բան տեսել եք, նկատում եք։ Ես բացասական եմ վերաբերում արցախցիների հանդեպ այդ հակաքաղաքականությանը, այսպես ասեմ։ Միշտ խոսել եմ, որ օգնությունը պիտի պահպանվի։ Իդեպ ես ձեզ ասեմ, շատերը խուսափում են այդ հարցը բարձրացնելուց, ես խոսում եմ եւ ասել եմ, որ իմ տեխնացիական թեզը Արցախի հարցով է եւ այդ հարցը փակ չեմ համարում, այսինքն ես բարձրաձայնում եմ այլ հարցը, կրկնում եմ, որ այսօր Արցախի հարցը առաջ տանողները դրա հետ ընդհանրապես կապ չունեն, բայց ժողովրդի շրջանում իհարկե կա հատված, որը թունավորվում է շատ ներողություն այդ ռոպագանդայից, բայց մեծամասամբ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ հասարակ արցախցիները որևէ կապ չունեն Թալանի հետ։ Ի վերջո Արցախը մեր հայրենիքն է։ Այո, ես մշտապես ասել եմ, որ այնտեղ հայ զինվորներն են, հայ նկատի Հայաստանից նաև մահացել, այսինքն Արցախը միայն արցախցիներին է չի, դա մեր դարպասն է, կարևոր ուրեմն ստրատեգիական հայրենիքն է։ Սիրելի Դալլաքյան, ինչու է վերաբերմունքը փոխվել մեր պատմական հայրենիքի նկատմամբ։ Դե գիտեք, մեր Արևմտյան Հայաստանն էլ է մեր պատմական հայրենիքը։ Մենք ռեալիզմից ենք այսօր խոսում, ռազմական առումով մենք չենք կարող վերադարձնել եւ պետք էլ չի վերադարձնել Արցախը։ Ոչ, պիտի միջազգային ասպարեզում Արցախի ներկայացուցիչները այդ հարցերը բարձրաձայն են, ինչով են զբաղված։ Այս ձևով վերցնենք, Ադրբեջանը Հայաստանի ամբողջ տարածքը համարում է արևմտյան Ադրբեջան։ Ես դրա համար ասել եմ, ասենք որ արևմտյան Ադրբեջանը ըստ իրենց ասացի արդեն ինչ որ ռոմանտիկայի ժանրից է ներկայիս Հայաստանը դառնում։ Մեր ունկնդիրները կփաստեն, մշտապես նշել են, որ Արցախի հարցը փակելը սխալ է, ձեր եթերում է, որովհետև դա հակամիջոց է, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի։ Նույնիսկ եթե տեղ է հնչում, դա մեր քարտերից, ինչպես ասում է Թրամփը, մեկն է։ Եվ ես նշում էի նաև, որ Արցախի հարցը փակելով մենք չենք ունենալու խաղաղություն, եւ հիմա տեսնում ենք դա։ Անկախության հռչակագիրը կանգնել է Ալիևի կոկորդին, ինչը նշանակում, որ համադրության վրա սև ամպեր են կուտակվում։ Անկախության հռչակագիրը ընդհանրապես չի հետաքրքրում Ալիևին, այլևս շատ լավ գիտի, որ Հայաստանը չի պատրաստվում ռազմական առումով հետ վերադարձնել Արցախը, մանավանդ կարող է համնայության մեջ գրված չլինի, ներողություն, Ռուսաստանի համնայության մեջ գրված չէր, որ պիտի հարձակվեն Ուկրաինայի վրա։ Ուղղակի դա միջոց է ժամանակ ձգել եւ չստորագրել խաղաղությունը այդքան։ Վերջերս կարծես թե կրկին լարվեց Թրամփ-Պուտին փոխհարաբերությունները եւ փոխհրաձգություն սկսվեց։ Մեջբերեմ Պուտինը կրակի հետ է խաղում, այս մասին գրառում կատարեց Թրամփը իր սոցիալական ցանցում եւ հավելեց. Վլադիմիր Պուտինը չի գիտակցում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանի հետ արդեն շատ վատ բաներ կատարված կլինեին։ Ես նկատի ունեմ իսկապես վատ բաներ։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահը մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցված հարվածները գրել էր, որ Պուտինը խելագարվել է։ Պուտինը խելագարվել է։ Մենք էլի կրկնվում եմ ձեզ։ Ռուսական ռոպագանդան ասում է, որ Թրամփը խելագար է,
ամերիկյան կողմը ասում է, որ Պուտինն է խելագար։ Հիմա խելագարը ով է։ Տիկին Դալաքյան, դուք լավ տարբերակում եք դա։ Ես մի անկեղծ բան ասեմ, մշտապես նշել եմ, որ չի կարելի էմոցիաների ընտրվել քաղաքականության մեջ։ Երբ Տրամպի ընտրվելուց հետո ռուսական ռոպագանդան նրա մասին աղոթքով էր խոսում, ես նշում էի, որ օրը կգա, իրենք խայտարակ կլինեն, որովհետև հիմա էլ պետք է ապացուցեն, որ Տրամպը խելագար է։ Տեսնում եք, եկավ այդ օրը եւ շատ արագ։ Եկեք տարբերակենք, ես արդեն նշեցի Տրամպի խոսքերը Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից։ Առաջին ԱՄՆ շահերից չի բխում, Ուկրաինան հանձնել Ռուսաստանին, ԱՄՆ շահերից չի բխում, Արևելյան Եվրոպան հանձնել Ռուսաստանին, Հարավային Կովկասը հանձնել Ռուսաստանին։ Իսկ Ռուսաստանը ինչ է ուզում։ Դրա հակառակը ասում է հետսովետական երկրները պիտի մնան եւ Արևելյան Եվրոպային նաեւ իմ օրբիտայում, այսինքն ԱՄՆ եւ Ռուսաստանի շահերը չեն համընկնում։ Հիմա Տրամպը եթե նույնիսկ շատ սիրի Վլադիմիր Պուտինին, նա ունի ներքաղաքական լուրջ խնդիրներ, ամենացածր հեղինակությունը ամբողջ պատմության ընթացքում ԱՄՆ նախագահների, ներքաղաքական լուրջ խնդիրներ կոնգրեսում, որտեղ մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի դեմ սանկցիաներին։ Տրամպը ինքնասպան չի, որպեսզի Պուտինի հանդեպ սիրուց ելնելով գնա իր դեմ քայլերի։ Եվ Տրամպը նաև բարկացած է անձնապես ինչու, որովհետև Պուտինը չկարողացավ պահպանել, չուզեցավ նույնիսկ մեկօրյա Սուրբ Զատիկին նվիրված հրադադարը եւ Տրամպի ծիծաղելի վիճակում դրեց, ամբողջ աշխարհը ծիծաղում էր Տրամպի վրա։ Պարզ է, որ Տրամպը ինչքան էլ չսիրի Զելենսկուն, նա Պուտինի հանդեպ արդեն բացասական էմոցիաներ ունի։ Այլ հարց է, որ ես չեմ սպասում, որ Տրամպը լուրջ կփոխի իր քաղաքականությունը, գուցե դուրս գա բանակցությունից, բայց այն, որ արդեն Ջրբաժանը մոտենում է եւ ամբողջ աշխարհը տեսնում է, որ Վլադիմիր Պուտինը, ինչպես Ալիևը, պատրաստ չի գնալ խաղաղության եւ ընդհանրապես պայմանները առաջադրում, դա փաստ է։ Նիկոլ Փաշինյան օրերս ասաց, որ պատերազմ չի լինելու է խաղաղություն, դա ինչպես է լինելու, ճնշելու է Փաշինյանը Ալիևի նկարտումները, թե սահմանադրությունը փոխելով կնքվելու է խաղաղության պայմանագիր։ Եվ միևնույն ժամանակ ծրվելու է Մինսկի խումբը։ Ոչ մեկը, ոչ մյուսը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ չի, որ Ալիևը չի հարձակվում։ Գուցե այո, նա աշխատում է արևմուտքի հետ, չեն կարող հիմա նսեմացնել իր դերը, չգիտենք, կուլիսներում գուցե նա բացատրում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, ուշադրությունը հրավիրում է, բայց այն, որ Ալիևը չի նայում Փաշինյանի խոսքերին, այն, որ Ալիևը չի նայում Փաշինյանի նորանոր առաջարկներին, դա փաստ է։ Դրա համար ես միշտ նշել եմ, պետք է այդ խոսքը ավարտել, այլևս խաղաղությունից չխոսել, առաջարկներ չներկայացնել, Ալիևին անել մեր գործը, ժամանակը հոգուտ մեզ կաշխատի, եթե մենք ինքնաբավ լինենք, արդեն խոսեցի, ունենանք մեր տնտեսությունը եւ մեր դաշնակիցները։ Իսկ եթե մենք ուղակի մի թղթի հետևից վազենք, որպեսզի դա ընտրությունների ժամանակ ցույց տանք, դա ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ։ Ի վերջո, երկրի գործադիրին ով է տվել այդ երաշխիքները, որ անկախության օրվա առիթով մեզ պանծալի, ցնծալի լուր ասաց, որ պատերազմ չի լինելու։ Մի կողմից ասում են պատերազմ չի լինելու, մյուս կողմից Արադ Միրզոյանը անդադ ասում է, որ էսկալացիա կարող է լինել տարածաշրջանում։ Այսինքն Բայց երկրի գործադիրն է ասում, որ վերջ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այդ երաշխիքները նրան որտեղից, որ մեզ ուրախացրեց։ Դրա եմ ասում, սա նախընտրական արդեն լոզունգներից մեկն է։ Գործադիրի անդամ է ԱԳՆ-ի։ Այսինքն կեղծ էր այդ լոզունգը։ Այսինքն դա կախված չի Փաշինյանից։ Այսինքն դա լոզունգ էր, որը այսպես ասած պետք է մանիպուլացնի ազգը հայոց։ Ընտրություններից առաջ իրենք, քանի որ ընդդիմությունը անդադասում է Ալիևը հարձակվելու, ուզում են ցույց տալ, որ ոչ, այդպիսի բան չկա, մենք խաղաղություն ենք բերել եւ ընտրեք մեզ, բայց շատ ցավալի իրավիճակ կարող է լինել, եթե միջազգային իրավիճակը փոխվի եւ Ալիևը գնա հրադադարի խախտման, այդ ժամանակ ինչպես պիտի բացատրեն ժողովրդին իրենց խոսքերը։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված է իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ Դուք տեղյակ եք, մենք հայրենիք էինք կորցրել։ Ես չեմ լսում այդ հայտարարությունները, իրական Հայաստան, անիրական Հայաստան, ես չեմ, այդ ռոպագանդիստական լոզունգները չեմ լսում։ Բայց ամեն դեպքում պարզվեց, որ Հայաստանը կորցրել էինք մենք։ Իր համար է երևի պարզվել, չեմ կարող ասել։ Դուք ձեր կյանքում կորցրել եք երբևէ Հայաստանը։ Ոչ, ես չեմ կորցրել, բայց կարող եմ կորցնել, եթե այս քաղաքականությունը շարունակվի եւ մենք չունենանք լուրջ ռազմական արդյունաբերություն, ասեմ ինչու, որովհետեւ այս քաղաքականությունը ով է շարունակում։ Դե Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը շատ հարցերում ես քննադատում եմ եւ դա նորություն չի։ Ամենակարևորը եթե թույլ կտակ։ Ամենակարևորը ինչն է խաղաղություն է լինում այն ժամանակ, եթե քո թշնամին գիտի, որ ռազմական բալանսը չի խախտվել, եթե իրենք գիտեն, որ ձեզանից ուժեղ են, պատերազմը հավանական է եւ գնալով ավելի է մեծանում։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք, որ Հայաստանը ինքն էլ պիտի ունենա ռազմական արդյունաբերություն եւ միայն զենք գնելով չզբաղվի։ Երկրորդը, երբ խոսում ենք, որ բանակը պիտի ՆԱՏՕ-ի
ստանդարտներով վերափոխել։ Եթե դու ունես ամենալավ զենքերը, բայց չունես պայական անձնակազմ, որը վերապատրաստված է, այդ զենքերը չեն, Իսկանդերը ունեինք, չկրակեց։ Այսինքն միայն զենքի ձեռքբերմամբ պետք չի մտածել, որ մենք խաղաղ ենք լինելու։ Տեսեք, Իլհամ Ալիևը սակայն բացի այն, որ հայկական կողմի համար անընդունելի պայմաններ է թելադրում արդեն քանի տարի է ու ամբողջ Հայաստանը անվանում է արևմտյան Ադրբեջան այդ տերմինով է փորձում կիրառություն իրագործել, նաև հերթական անգամ Փաշինյանի կառավարությունից պահանջեց, որ հստակեցնի, թե երբ եւ ինչ պայմաններով են ադրբեջանցիները վերադառնալու իրենց այսպես ասած բնակության վայրեր եւ մի քանի անգամ էլ շեշտեց ու ընդգծեց Ալիևը կոնկրետ, որ այդ հարցը երբեք չի հեռացվելու ադրբեջանական իշխանության օրակարգից, մի խոսքով, այսպես ասած, Ալիևը Հայաստան անվանում է արևմտյան Ադրբեջան եւ հենց այդ տարածքում մտադիր է իր ինքնիշխան տարածք անվանելով, մտադիր է իր քաղաքացիներին վերաբնակեցնել, որտեղ Ադրբեջանի իշխանությունների հաշվարկով ավելի քան 300 քաղաքներում եւ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, իսկ ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել, մինչև հակամարտությունը։ Ալիևը ինչ նոր եւ աղետալի հայտարարություն է անում եւ ինչից պետք է մենք զգուշանանք այսօր առավել քան երբևէ։ Ալիևը այդ հայտարարությունը անում է արտաքին լսարանի համար, սա Հայաստանին չի ուղղված, որտեղ հայ ժողովուրդը շատ լավ գիտի որտեղ է Ադրբեջանը եղել, երբ որ մենք արդեն գոյություն ունենք եւ երբ է ստեղծվել Ադրբեջանի Հանրապետությունը։ Բայց ինչու այդ խելացի եւ այդ գիտակ գործիչները, որոնք տարբեր կառույցներում, բարձրաստիճան կառույցներում ունեն իրենց ուրույն տեղը, չեն բարձրաձայնում։ Ինչու չեն ասում հարգելի Ալիև, դու ունես նկրտումներ սուվերեն տարածքի նկատմամբ։ Ինչու Թրամփը, ինչու Մակրոնը կոնկրետ չեն ասում հարգելի Իլհամ Ալիև, Հայաստանը ինքնիշխան երկիր է, դու ինչու ես սպառնում կոնկրետ նկրտումներ ես ունենում Հայաստանի ինքնավարության դեմ, ասելով արևմտյան Ադրբեջան։ Ինչու չեն ասում։ Վախենում են Մակրոնն ու Թրամփը Ալիևից։ Եկեք ասենք, որ Ֆրանսիայի դեսպանը մշտապես դա ասել է, Մակրոնը երկրի նախագահների մասին է խոսքը։ Եկեք դիվանագիտությունը չշփոթենք։ Վախենում են Էրդողանից եւ Ալիևից։ Եթե կարելի է ես ավարտեմ, դիվանագիտությունը շուկա չի։ Բա ուր մնաց բարոյականությունը, բա ուր մնաց առաջին քրիստոնյա երկրի շահերի պաշտպանությամբ, ով պետք է զբաղվի։ Հարգելի Ջան, տեսեք, զբաղվում է տվյալ երկրի դեսպանը։ Է խոսում Եվրոպան եւ փորձում է ամբողջ երկրներին մատուցել իր եվրոպական արժեքները։ Բարոյականություն չկա եվրոպական արժեքների հիմքում։ Քանի որ ԱԳՆ-ում փորձ ունեմ, ես տեսեք։ Համեցեք։ Երկրի ղեկավարը չի խոսում այդպիսի բաներից, խոսում է դեսպանը, տվյալ երկրի ներկայացուցիչը, եւ Ֆրանսիայի դեսպանը, եւ Միացյալ Նահանգները մշտապես նշել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է արևմուտքի համար։ Հիշում եք Միացյալ Նահանգների դեսպանը։ Միայն խոսում են, բայց հայ ժողովրդին ահաբեկում է Ալիևը, ասում է արևմտյան Ադրբեջան։ Հիմա, քանի որ Հայաստանի իշխանությունները ворտեգրել են քաղաքականություն, որ չեն պատասխանում Ալիևին, Ամերիկան ձեր տեղը չի գալու ձեզ պաշտպանի։ Հերիք է ուրիշներին մեղադրեք ձեզ չպաշտպանելու մեջ, այն դեպքում, երբ որ դուք ինքներդ դրա մասին չեք խոսում։ Դուք երբևէ կոչով հանդես եկել եք եւ Հայաստանի իշխանություններին ասել եք ինչու չի հակազդում Ալիևին։ Բառացիորեն մի քանի Անվանի քաղաքագետ եք, ձեր խոսքը տեղ կհասնի, ինչու չեք անում։ Հա տեսնում եք, դուք չեք հետևում իմ Facebook-ին։ Ես մի քանի օր առաջ նշել էի։ Ես ձեզ հրավիրել եմ, որպեսզի դուք եթերում բարձրաձայն ասեք։ Բարձրաձայնում հիմա նշեմ։ Ես մշտապես ասել եմ, որ Հայաստանի ղեկավարությունը սխալ է անում, որ չի պատասխանում Ալիևին։ Հակառակը միջազգային հանրությունը պարտավոր չի իմանալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատմությունը։ Տեսեք, Թրամփը նույնիսկ չգիտի Ուկրաինան որտեղ է գտնվում։ Եվ մենք պիտի բարձրաձայնենք ոչ Փաշինյանի շուրթերով, որ նախ չկա այդպիսի եզրույթ արևմտյան Ադրբեջանի, դեպ Ֆրանսիայի դեսպանը դա ասաց, հաջորդը, որ Սումգայիթում եւ Բաքվում տասնյակ հազարավոր հայեր են ապրել, դե այդպես որ նայենք, ուրեմն նրանք պիտի վերադառնան։ Ես բառացիորեն մի քանի օր առաջ իմ Facebook-յան էջում նշել էի, որ սխալ է Հայաստանի կողմից լռության մատնել Ալիևի խոսքերը, որովհետեւ միջազգային հանրությունը պարտավոր չի իմանալ պատմությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, հենց միայն Թրամփի խոսքերը, որ ուկրաինական հողերը միշտ Ռուսաստանի տարածքում եղել Վիտկոֆի, սա ցույց է տալիս, որ մենք պիտի դիվանագիտական առումով անընդհատ հակակայլեր անենք, հակառակը ցույց տալով, որ Բաքվում, Սումգայիթում մենք ունեցել ենք բազմահազար բնակչություն հայեր, ավելի շատ քան ադրբեջանցիներ իբրև թե արևմտյան Ադրբեջանում, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից խոսում է ամբողջ աշխարհը։ Հիմա դուք ինձ ասում եք, ինչի Ֆրանսիան չի ասում կամ Ամերիկան, եթե մենք չենք ասում եւ մեր դաշնակիցը չի ասում, ինչու պիտի իրենք վատացնեն հարաբերությունները, չնայած իրենք ասում են եւ բանաձևեր են ընդունում։ Ձեզ ականջալուր եղան։ Հայաստանի իշխանությունները
Ես չեմ կարծում իրենք ինձ լսում են, որ ականջալուր լինեն։ Դուք գուցե փոխանցեք իմ խոսքերը եթերի միջոցով։ Սիրով, ձեզ ամենայն բարիք եմ աղթում, լավ եղեք։ Շնորհակալություն։ Կհանդիպենք հետաքրքիր թեմաներով, պատրաստ եք չէ՞ միշտ։ Անպայման։ Լավ մնացեք։ Շնորհակալ եմ, անխափան եթեր ձեզ։ Շնորհակալ եմ։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը, զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։ Ալիևը փորձում է ցույց տալ, որ նա ականջալուր չի միջազգային հանրությանը եւ շարունակելու իր զավթողական քաղաքականությունը մեր երկրի հանդեպ։ Ալիևը Ադրբեջանը կրկին գնդակոծում է Սյունիքը։ Ինչ է ուզում։ Եվ եթե պատերազմը ավարտվի, նա իշխանությունից կզրկվի։ Այսինքն մենք խաղաղություն չենք ունենալու։ Քանի Ադրբեջանում այսպիսի ռեժիմ է, ոչ։ Եթե սա ամփոփենք, Ալիևը նոր ագրեսիայի է պատրաստվում։ Պուտինը Ալիևին չի վստահում, դրա համար օրինակ Արցախի հարցը մահակ են պահում հիմա էլ Ադրբեջանի վրա։ Թուրքիան քողարկված Հայաստանի դեմ սադրանքի է գնում։ Ինչքան էլ Էրդողանը ցանկանա, որ Հայաստանը զավթվի, այսպես ասենք, դրա վրա կան ճնշումներ։ Հայկական հողերը, տարածքները ինչպես է թիրախավորվելու։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի